Եկեք սկսենք թե trading-ը, crypto trading-ն ինչ է իրենց ներկայացնում։ Trading-ը ինքն իրենց ներկայացնում է, որ գործարք պետք է բացենք ցածր գնից ու վաճառենք բարձր գնով, այսինքն $2 առնում ենք, $4 կամ $6 ծախում ենք, տարբերությունը ինչ որ մնում է, դա մեր եկամուտն է, այն գումարն է, որ մենք աշխատեցինք։ Երբ որ հակառակն է տեղի ունենում, մենք, չգիտեմ, 4-ի ժամանակ առնում ենք ու գինը ընկնում է, ու փակում ենք գործարքը, մենք մինուսով ենք դուրս գալիս։ Մեզ միշտ պետք է գալու նենց, որ իմանանք այստեղից ինքը վերև է բարձրանալու, թե ներքև, որ այդ ուղղությամբ մենք գործարք անենք։ Լավ։ Երկրորդ բանը speculation-ն է, բառը ինչ է իրենց ենթադրում, որ սպեկուլացիա միգուցե հենց հայերեն չի, բայց պետքա մենք գուշակենք, սենց ասած, շուկան վերև է բարձրանալու, թե իջնելու է, ու ոնց ենք մենք դա անում, լիքը ֆակտորներ հաշվի առնելով, եւ ինդիկատորներ, եւ մակարդակներ, եւ նորություններ, եւ գլոբալ, հա, տեղի ունեցող իրադարձությունները, այսինքն ինչ որ լավ բան է սպասվում, վատ բան է սպասվում, այս պայդրությամբ ինչա տեղի ունեցել։ Չինաստան, Ամերիկա որոշել են, որ վերջնական իրար հետ համագործակցեն հստակ այս տոկոսադրույքով եւ այլն, այս հարկերով են աշխատելու, ընտիրա շուկան արդեն հանգստացել է այդ տեսանկյունից, բայց ունենք եւս մի խնդիր Իրան-Իսրայել հարաբերությունը, որը որ պոտենցիալ պատերազմի սկիզբ կարա լինի ու էդ էլ շուկանային ճնշում է դեպի ներքև եւ այլն, այդ բոլոր ֆակտորները ոնց որ երբ որ հաշվի ես առնում ու մի հատ անալիզ ես անում, քեզ համար պարզ է դառնում, օքեյ, շուկան պետքա որ բարձրանա, այդքան վտանգավոր չի, կամ չէ, իրոք պայթունավտանգ է սիտուացիան, հավանաբար շուկան կընկնի, պլյուս լիքը ուրիշ ֆակտորներ հաշվի առնելով։ Հետո ունենք volatility-ն տատանվող շուկայի բառն է, ինչքան է տատանվում։ Very volatile, այսինքն շատ տատանվող շուկա է, վերև ներքև է իջնում, գժական հելում իջնում է։ Լավ է, թե վատ է, շատ բարձր volatile շուկան, լավ է, բայց նաև վատ է այն բանով, եթե դու չես կարողանում ճիշտ risk management ունենալ, որը որ նույնպես սովորելու ենք, ճիշտ գիտակցես շուկան վերև է բարձրանալու, թե ներքև է իջնելու, դա վտանգավոր է, որովհետև նույնպես հոգեբանական լուրջ ճնշում կարա գործադրի։ Այսինքն շուկան շատ ռիսկի հելում իջնում է, դու էլ չես իմանում ինչ անես, պանիկայի ես մատնվում, պարալիզացվում ես։ Դրա համար պետքա այն շուկաները, այն coin-երը trade անել, որը որ ավելի ստաբիլ է, ավելի վստահելի է։ Լավ։ Հիմա եկեք խոսենք, թե ինչ տեսակի trading-ներ կան։ Կա spot-ային trading եւ կա derivatives trading, որը որ futures-ն է, մեկ էլ margin trading-ն է, բայց margin trading-ի հետ մենք գործ չենք ունենալու, եթե աշխատենք, աշխատելու ենք spot-ային եւ futures։ Spot-այնը ինչ է, որ դուք մենակ կարաք առնեք կոնկրետ ինչ-որ մի բան, Bitcoin, Ethereum, Cardano, Solana եւ այլն, թողեք այդ ոնց առել եք ու երկարաժամկետ դիտարկեք ինքը բարձրանալու է թե իջնելու է, ինքը այդքան trading-ային չի իմ համար, ինչքան որ futures-ը, որովհետեւ futures-ի հետաքրքրությունն է, որ դուք կարող եք 5, 10, 15, 50, 100 անգամ ձեր գումարը ավելի մեծ թվով աշխատացնել։ Օրինակ, եթե ունեք $1000, մինչև $100,000 գործարք կարող եք բացել։ Լավ է, եթե գիտես ոնց այդ գործարք անես ու դեպի քեզ օգուտ լինի, բայց պատկերացրեք sense մի բան, մենք $1000 ունենք ու մենք 100 անգամ ավելի մեծ գործարք ենք մտնում։ Պատկերացնեք մի հատ sense փոքր տատանում $100,000 գործարք ենք մտել։ Հանկարծ մեզ հակառակ գնաց շուկան մի փոքր, մեր $1000 այդ 100,000-ից իջնելու է, մի հատ $1000 մինուս ալնելու ու միանգամից ձեր հաշիվը փակվելու է, որովհետև այդքան գումար չունեք, որպեսզի ապահովի լիկվիդացիան, լավ։ Հետևաբար սա կոչվում է margin call, որ այդ ձեր մարժան, ինչքան որ դուք գումար ունեք, այդ գումարից ավել արդեն մինուս է գնում։ Նույն տրամաբանությամբ կարող լինի հակառակը, որ 100,000-ի գործարք եք բացել, շուկան բարձրանա ու այդ 1000-ը դառնա 10,000 միանգամից։ Շատ մեծ է ռիսկը, եթե all in տրամաբանությամբ եք ուզում աշխատեք, ավելի լավ է չանեք։ Գնաք կազինո, գնաք միտեղ այդ $1000 ծախսեք ու վայելեք։ Քան այդ ապրումները, որ ունենաք, որ միանգամից այդ $1000-ը ոնց ուղղակի հոդս ցնդեց։ Դրա համար կա risk management, այդ risk management-ի հետ նույնպես մենք առնչվելու ենք ընթացքում, ես ձեզ բացատրել եմ, որ լավագույնը առնվազն ինձ համար
այնա 20x-ը 20 անգամ ավելի շատ, բայց ոչ թե $1000 ունեմ 20,000-ի եմ գործարք բացում, այլ $1000 ունեմ, բայց $100 եմ դրում կամ $200 եմ դրում։ Մի խոսքով այդ ամեն ինչը մենք մանրամասն կխոսենք։ Զուտ ստեղ գաղափարն է, որ ես փոքր գումարով կարողանում եմ մի քիչ ավելի մեծ գումարով գործարք բացեմ ու ոնց որ ավելի շատ եկամուտ ստանամ։ Լավ։ Եվս futures-ի հետաքրքիր այնա, որ մենք կարողանում ենք եւ բարձրացող շուկայի վրա աշխատել գումար, ինչպես նաեւ իջնող շուկայի։ Որն է տարբերությունը։ Տեսեք, spot-այնը պետքա սպասենք բարձրանա, որ կարողանանք գործարքը փակենք, այսինքն Bitcoin առանք $100,000-ով, $120,000 եղավ, փակեցինք 20% պլյուսով գործարքը գնաց եւ փակվեց։ Եթե futures լինի, ես կարող եմ $100,000 ժամանակ ուղղակի վաճառք գործարք բացել, որ դեպի ներքև այցնելու, մի հատ ուրիշ մարտն էլ futures-ային պայմանագրեր են կոչվում, կարող եք Google անել, YouTube անել, հեշտ է հասկանալը։ Մի ուրիշ անձ նույն պայմանագրով դեպի վերև է բանան ու ինչա, ասենց ասած գրազ է լինում, որ եթե ես ճիշտ դուրս եկա, ինձ է այդ մարդու փողը գալիս, եթե ես սխալ դուրս եկա, իմ փողը գնում է այդ մարդուն ու վсё, լոգիկան էդ է։ Եվ ուզում եմ ձեզ նաև ասել pairs-ի վերաբերյալ, այսինքն զույգերը, թե ոնց է trading-ը տեղի ունենում։ Trading-ը մենակ Bitcoin չի, հա? Bitcoin-ը ինչ որ մի բանի դիմաց է։ Այս պարագայում, եթե մենք Bitcoin-ը 100,000, 108,000, $110,000 Bitcoin-ը դոլարի դիմաց է այդքան արժևորվել։ Լավ, 1 Bitcoin-ը արժի $100,000, $110,000։ Այսինքն մենք ունենք base եւ code։ Base-ը առաջի ոնց որ վալյուտան է, code-ը երկրորդը, թե ինչի դեմ է։ Օրինակ մենք ունենք Bitcoin USDT, ունենք Bitcoin Ethereum, հա, կամ Cardano, կամ ADA, Solana։ Եթե մենք օրինակ ուզում ենք վաճառենք Bitcoin, մենք նույն լոգիկայով նաև առնելու ենք Ethereum։ Հիմա որը որ իջնելու է կամ բարձրանալու է, մեր օգուտն ալնելու։ Եթե ես որոշել եմ Bitcoin վաճառեմ, Ethereum-ը պետք է ավելի բարձր լինի, քան Bitcoin-ը, որ այդ տարբերությունը մեզ եկամուտ կա։ Կարող է մի քիչ խուճուճ այս պահին թվում, ընթացքում կհասկանաք։ Նույն լոգիկայով Cardano-ն է Solana-ի դեմ։ Օրինակ Bitcoin-ը դոլարի դիմաց 108,000 է, չէ՞։ Bitcoin-ը Ethereum-ի դիմաց 39.07։ Ինչի համար, որովհետև Ethereum-ի արժեքը 2700 քանց, այսինքն 39 անգամ ավելի թույլ, քան Bitcoin-ը։ Նույն լոգիկայով ADA-ն եւ Solana-ն, հա, 0.043, բայց ADA-ի արժեքը 0.69 է այս պահի դրությամբ, ինչպես նաեւ Solana-ի արժեքը $147։ Հիմա այս $147-ը 0.69-ի հետ բաժանվում է ու ստանում ենք թիվը, նույնը Bitcoin-ը, Ethereum-ի գինը բաժանվում է իրար մեջ, հասկանում ենք թե ռեալ իր գինը ինչքան է։ Ու սա զուտ այն համար եմ ձեզ ներկայացնում, կարող է եւ մի քիչ խուճուճ թվա, բայց կարեւոր է հասկանալ, որ հանկարծ սխալ բան չանեք։ Սովորաբար ես այսպես եմ անում, միշտ trade եմ անում ցանկացած բան USDT-ով։ Այդ կամ USDC, չնայած USDT-ն ավելի լավ է ինձ համար, որովհետեւ ավելի ստաբիլ է, ավելի ռեալ է։ Bitcoin USDT, Ethereum USDT, Solana USDT, ցանկացած բան USDT-ով։ Եթե չկա USDT-ով, ես խուսափում եմ գործարքներ անել, որովհետև ռիսկը արդեն բարձրանում է։ Այսքանը կհանդիպենք հաջորդին։ Մերսի։